Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Կրկին երկուշաբթի է եւ կրկին եթերում է «Սպասիր ինձ» հաղորդաշարը։ Մենք կրկին եթերում ենք, քանի որ կան մարդիկ մեր երկրում եւ դրա սահմաններից դուրս, որոնք ունեն մեր կարիքը։ Կան մարդիկ, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բայց չեն հաշտվում այդ իրողության հետ։ Կան մարդիկ, որոնք փնտրել են սեփական ուժերով, բայց չհաջողելով հուսալքվել են։ Հետո ինչ-որ պահի կրկին ոտքի են կանգնել ու հասկացել, որ որոշ բաներ ամեն դեպքում միայնակ իրականացնել հնարավոր չէ, եւ որ կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել։ Կան մարդիկ, որոնց համար ինչ-որ մեկին գտնելը կդառնա կյանքի ամենաերջանիկ օրը, որոնց համար դա կդառնա նոր կյանք սկսելու պատճառ, աշխարհին այլ աչքերով նայելու առիթ։ Ու քանի դեռ կան մարդիկ, որոնց համար այս նախագիծը հույս է, մենք լինելու ենք եթերում, նոր որոնման պատմություններով եւ գտնված հերոսներով։ Մեր նպատակներն անփոփոխ են։ Մեր ցանկությունը միայն ու միայն ձեզ համար թանկ մարդկանց գտնելն է։ Եվ ձեր ուրախությունը մեր թիմի աշխատանքի լավագույն գնահատականն է։ Մենք սկսում ենք։ Գրեթե բոլորի կյանքում էլ լինում են փուլեր, երբ մարդուն անհրաժեշտ է մենակ մնալ։ Երբ հոգնեցնում են բոլոր տեսակի խոսակցությունները, միջավայրը դառնում է ճնշող, սովորական հոգսերը բեռի նման ծանրանում են, եւ ամեն չնչին անախորժություն ընկալվում է մեծ ողբերգության պես։ Նման պահերին այն ամենն, ինչ պետք է մարդուն, լռությունն է, հանգիստ է, բայց դա էլ անցողիկ է։ Այդ իրավիճակները հաղթահարելու ու վաղ թե ուշ միայնությունից դուրս գալու կարիք է լինում։ Կարևոր է, որ նման պահերին մարդու կողքին լինի հարազատ մարդ, ընկեր, որը ոչ թե կպարտադրի որևէ բան անել, այլ կհասկանա, երբ մենակ թողնել, երբ աջակցել պարզապես ներկայությամբ, գուցե խորհրդով կամ ուղղակի լռությամբ։ Այո, ոչ ոք չի կարող միայնակ լինել ողջ կյանքում։ Ինչպես ասել է հայտնի գրողը, մարդուն պետք է մարդը, հաճախ սեփական եսը նրա միջով տեսնելու ու հասկանալու համար։ Իսկ եթե այն կարևոր ու հարազատ մեկը չկա, ինչ անել, եթե մի օր արթնանում ես ու հասկանում, որ այն միակն, ով կարող է օգնել, կողքիդ չէ։ Պետք էր բաց չթողնել կյանքից նման մարդկանց, բայց կյանքում շատ տարբեր իրավիճակներ են լինում, ամեն ինչ էլ պատահում է, ուստի պետք է փնտրել ու գտնել։ Մեր այսօրվա հայտատուն եւս հասկացել է, որ պետք է որոնել ամեն գնով, որոնել նրան, ով թանկ է։ Տեսանյութը կարող ենք դիտել հենց հիմա։ Ես Տիգրան Հակոբի Պողոսյանն եմ, ծնվել եմ Վրաստանի Ախալցխա քաղաքում։ Որոնում եմ իմ լավ ընկերոջը, Ժորա Հարությունյանին։ Մենք 4 ընկեր էինք. Ժորա Հարությունյանը, Միշա Մանուկյանը, Գրիշա Ավետիսյանը եւ ես, Տիգրան Պողոսյանս։ 4 տղաների ընկերությունը սկսվեց 1977 թվականին Գերմանիայում զինվորական ծառայության ժամանակ, որոնվող Ժորա Հարությունյանը Գրոզնի քաղաքից էր։ Ժորան այնքան հանգիստ մարդ էր, հաճելի, կոկիկ։ Շատ հմայիչ էր ու համակրելի։ Նա հրամանատարական ճաշարանի շեֆ խոհարարն էր։ Երբեք ոչ մեկին չէր նեղացնի, ձայնը չէր բարձրացնի, նույնիսկ քայլերն էին անաղմուկ։ Մի ձեռքը միշտ գրպանում էր, մյուսը քայլելիս ճոճում էր եւ անընդհատ մազերներ ուղում։ Գեղեցկադեմ, քչախոս, հանդարտ, երբեք մի ավելորդ բառ չէր ասի, մինչև նրան չդիմեիր կամ չխնդրեիր։ Նեղացկոտ չէր ու շատ պարկեշտ մարդ էր։ Մենք միշտ միասին բարի երեկոներ էինք կազմակերպում։ Կարող էինք ուղղակի ընկերներից մեկին կանչել ու հարցնել ծննդյանը տորը երբ է։ Եկեք հավաքվենք։ Այդպես էլ մեր Միշա Մանուկյանին ամուսնացրինք Մաշայի հետ։ Հարսանիքն էլ մենք կազմակերպեցինք։
Մի քանի ամիս Գերմանիայում ծառայելուց հետո Ժորային տեղափոխեցին Աֆղանստան, ապա Երևան։ Այդ ընթացքում նրա արդեն զորացրված ընկերները հանդիպում էին կազմակերպել Միխայելի տանը, Թբիլիսիում, որից հետո մեքենայով եկան Երևան, Ժորային տեսնելու։ Իհարկե, Ժորային վերցրինք ու գնացինք ռեստորան։ Խնդրեցինք, որ Աֆղանստանի մասին որևէ բան պատմի։ Իսկ նրա աչքերն անմիջապես արցունքով լցվեցին։ Եվ նա ասաց. «Խնդրում եմ, ինձ մի հիշեցրեք այդ սարսափելի օրերի մասին։ Ես ողջ առողջ վերադարձել եմ, բայց այդ մասին խոսել չեմ ուզում։ Ահա, ես այստեղ եմ»։ Բաժանման պահին ընկերները միմյանց խոստացան կրկին հանդիպել, բայց Ժորայի զորացրվելուց հետո նրանք այլևս չհանդիպեցին։ Մենք չգիտենք նույնիսկ նրա ծննդյան տարեթիվը, հայրանունը եւ ամբողջական հասցեն։ Ես համացանցով փնտրել եմ Ժորա Հարությունյան։ Այդ անունն ազգանունով այնքան մարդ կա, սակայն նրան չեմ գտել։ Ժորա, իմ թանկագին ընկեր։ Եթե հիշում ես Տիգրանին, այդ ես եմ։ Ես ու Միշան որոնում ենք քեզ այն օրից, երբ Երևանում հանդիպեցինք ու բաժանվեցինք։ Դու խոստացար, որ կգաս, բայց այդպես էլ չեկար։ Ու մենք քեզ կորցրինք։ Այսքան ժամանակ փնտրում ենք քեզ, խնդրում ենք արձագանքիր։ Ուրախ կլինեմ, եթե նորից հանդիպենք եւ շարունակենք ընկերություն անել։ Դե ինչ Ժորա, առողջ եղիր։ Ուզում եմ տեսնել քեզ հնարավորինս շուտ, ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում։ Հրաշալի է, երբ որոնումներ նախաձեռնողը գոնե որոշակի տեղեկություն ունի որոնվողի մասին։ Բնակության երկիր կամ քաղաք, ազգականների անուններ, մասնագիտություն, կյանքի կարևոր իրադարձությունների հետ կապված ամսաթվեր։ Այս փաստերն էապես օգնում են գործընթացին։ Բայց հաճախ պատահում է այնպես, որ հայտատուները չգիտեն նույնիսկ որոնվողի անունը կամ ազգանունը։ Որքան էլ զարմանալի թվա, նման դեպքերը քիչ չեն։ Շատ վաղ տարիքում տեղի ունեցած որդեգրման դեպքեր, շատ ուշ բացահայտված ընտանեկան գաղտնիքներ, ծնողից երեխայի գոյության փաստը թաքցնելու բազմաթիվ դեպքեր եւ մի շարք այլ պատմություններ, արդյունքում իրար չճանաչող արյունակիցներ։ Այս պատմությունները մեզ մոտ են հայտնվում միայն մի պատճառով։ Մարդիկ հրաժարվում են մնալ անհայտության մեջ։ Մարդիկ ցանկանում են իմանալ ճշմարտությունը, ցանկանում են ճանաչել իրենց արմատները եւ լիարժեք դարձնել ընտանիքները։ Դա միայն գովելի է։ Ազգակցական կապերը հեռավորությամբ չես կտրի, արյունն էլ ջուր չի դառնա։ Ընտանեկան մտերիմ հարաբերությունների արժեքը երբեմն ցավոք ուշ ենք հասկանում։ Բայց ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Երբեք բառը բառապաշարից հանեք եւ ձեր հարազատների որոնումները սկսեք հենց այսօր։ Ինչպես դա արել է մեր այսօրվա հայտատուն։ Բարև ձեզ, ես Անահիտ Խաչատրյանն եմ, փնտրում եմ ընկերուհուս Լիլիթին Գևորգյան, ծնված 1980 թվականի մարտի 25-ին։ Մենք ծանոթացել ենք Բրյուսովի անվան ինստիտուտում, սովորել ենք միասին 4 տարի, 1997-ից 2001 թվականը։ Ավարտելուց հետո շարունակել ենք մեր ընկերությունը, եղել ենք 3 ամենամտերիմ ընկերուհիներով, ես, Լիլիթը եւ Մերին։ Որոշ ժամանակ անց ամուսնացավ Լիլիթը եւ մեկնեց Ֆրանսիա Լիոն քաղաք ամուսնու հետ։ Մեկնելուց հետո մոտ 2 տարի ամիսը 1-2 անգամ զանգահարում էր, միայն ինքը ուներ իմ հեռախոսահամարը։ Հետո մենք բնակարանը մեր վաճառեցինք, բնակվում ենք Թումանյան փողոցում։ Այդ բնակարանը վաճառեցինք եւ կապը վերջնականապես կորավ։ Դա մոտավորապես եղել է 2004-5 թվականից։ Որոշ ժամանակ անց աղջիկ էր ունեցել, անունը Ավրորա էին դրել, ամուսնու անունը Գոր էր, Լիլիթն ուներ քույր, Լիաննա էր անունը, ու մի անգամ որ զանգահարեց, ասաց, որ շուտով ծնողները եւ քույրը ընտանիքով եւս մեկնելու են Ֆրանսիա իրենց մոտ։ Դրա համար ենթադրում եմ, որ բոլորով դեռ այնտեղ են բնակվում։ Լիլիթի հետ շատ հուշեր ունեմ ուսանողական տարիներից, բայց ամենատպավորիչը երևի, որ ինքը ամենտեղ կապ չունի ուր էինք գնում միասին երեքով, ես ինքը Մերին, ինքը պարտադիր պետք է ամենտեղ ուշանալ մինիմում 2 ժամով, ու ամեն անգամ ինքը ասում էր, որ ինքը չի ուշացել։ Մեզ ապացուցում էր, որ ինքը ժամանակին է միշտ գալիս, դա է տպավորվել ամենաշատը, եւ իր ծիծաղը, որ մինչև հիմա ականջներից մեջ է ձայնը, կարիքը շատ եղել է միշտ այս տարիների ընթացքում, կարոտ կա մեծ,
Մենք շատ լավ ժամանակներ ենք անցկացրել երեքով ու ցանկություն կա թեկուզ հեռախոսով, եթե էլի բնակվում են Ֆրանսիայում, տեսազանգերով իրար հետ սկսենք շփվել։ Լիլ ջան, հուսով եմ նայում ես այս հաղորդումը, շատ կուզեմ, որ արձագանքես, շատ կարոտել եմ քեզ։ Մերի հետ մինչև հիմա մեր կապը կա, շարունակվում է։ Շատ ենք խոսում, ամեն անգամ հիշողություններ ենք ունենում Լիլիթի հետ կապված։ Ամեն տարի մարտի 25-ին էլ իր ծննդյան օրը պարտադիր զանգում ենք իրար, ասում ենք հիշում ես, չէ, այսօր Լիլիոյի ծնունդն է։ Ուզում ենք, որ այդ օրը ոչ թե հիշենք, այլ զանգենք ու արդեն շնորհավորենք միմյանց ծննդյան օրերը եւ երեխաներից էլ կուզեի տեղեկություն ունենալ, ինչու ոչ։ Սպասելինց հաղորդաշարի խմբագրության էլեկտրոնային հասցեին մեծ թվով նամակներ են գալիս։ Նամակների հեղինակները պատմում են ամենաանձնական պատմություններ։ Ներկայացնում են իրենց կյանքի այնպիսի դրվագներ, որոնց մասին գուցե չգիտեն նույնիսկ նրանց ընտանիքի անդամները։ Այդ պատմությունները հուզիչ ու շատ անկեղծ են։ Նամակներին գրեթե միշտ գծված են լուսանկարներ։ Դրանք երբեմն շատ հնամաշ են, գուցե հանված հին իրերի, ալբոմների կամ գրքերի միջից։ Երբեմն փոխանցված տատիկից թոռնիկին, երբեմն էլ հայտնաբերված պատահականորեն։ Բոլոր դեպքերում այդ լուսանկարները թանկ են նրանց համար, ում ձեռքում հայտնվել են։ Ուրեմն թանկ են նաև մեզ համար։ Մենք լավ ենք գիտակցում դրանց նշանակությունը մեզ դիմող մարդկանց համար։ Եկեք մի քանի ֆոտոհայտ դիտենք։ Իսկ դուք, սիրելի հեռուստադիտողներ, եթե որևէ տեղեկություն ունենաք դրանցում պատկերված մարդկանց մասին, խնդրում ենք կապ հաստատել մեր խմբագրության հետ։ Գրիգորի Կուզմինը երազում է ընկերոջ Արմեն Վաչիկի Ավետիսյանի հետ հանդիպման մասին։ Նրանք միասին ժամկետային ծառայություն են անցել Լվով քաղաքում 1985-ից 1987 թվականներին։ Հակոբյանների ընտանիքը խնդրում է արձագանքել բոլորին, ովքեր կարող են օգնել գտնել Կարեն Առաքելի Հակոբյանին, ծնված 1959 թվականին Տավուշի մարզի Բերթավան գյուղում։ Վերջին լուրը նրանից ընտանիքը ստացել է 40 տարի առաջ։ Արդեն 45 տարի Վլադիմիր Անդրանիկի Հարությունյանի մասին ոչինչ չեն լսել նրա ազգականները։ Նրան որոնում է ընտանիքը, քույրերը, եղբայրները, զարմիկները։ Նա արդեն 67 տարեկան է ու հավանաբար ապրում է Հայաստանում։ Սա 68 տարվա լուսանկար է։ Դրանում պատկերված տղամարդը Յուրին է, կողքին նրա 2-ամյա որդին է, Վալերին, իսկ գրկին նորածին դուստրը Լիլիան։ Երեխաների մոր Վարվարա Պոկատիլովայի հետ Յուրին ծանոթացել է Ղազախստանում։ Նրանք ամուսնացել են եւ երեխաներ ունեցել, սակայն որոշ ժամանակ անց բաժանվել են։ Որդին մնացել է Վարվարայի հետ, իսկ դստերը վերցրել ու դասյարակել են Յուրիի ծնողները։ Յուրին ենթադրաբար Հայաստանից է։ Նրան որոնում է թոռնուհին Դիանան։ Լուսանկարում պատկերված աղջիկը Կարինեն է։ Նրան մեծացրել են որդեգրող ծնողները։ Ամբողջ կյանքի ընթացքում Կարինեն փորձում է գտնել արյունակից ազգականներին։ Նրան հայտնի է, որ հոր անունը Անդրեյ է, իսկ մոր անունը Շալբի։ Նրանց ավագ երեխաների անունները Սախատ կամ Սահատ եւ Աիշա։ Համլետ Սերգեյ Պետրոսյանին Երևանից որոնում է որդին Կարենը, որը ծնվել է 1984 թվականին Ղազախստանում։ Վլադիմիր Վարդանի Խաչատրյանը հիմա մոտ 85 տարեկան է։ Նա ապրում էր Դերբենդում, այնտեղ է ծնվել նաև նրա դուստրը Ստելան։ 1978 թվականին Վլադիմիրը մեկնել է Կուրսկի մարզի Լգով քաղաք, որտեղ ծնվել է նրա որդին Օլեգը։ Հենց վերջինս էլ որոնում է հորը, նրա բարեկամներին եւ քրոջը Ստելային։ Մարդու կյանքը հանդիպումների եւ բաժանումների երկար շղթա է, որի յուրաքանչյուր օղակ մի առանձին պատմություն է։ Ոմանք հայտնվում են մեր կյանքում մի կարճ ժամանակով, հետո անհետանում։ Ոմանք էլ մեր կյանք են մտնում ու մնում ընդմիշտ։ Ոմանց շատ արագ մոռանում ենք, ոմանց էլ երբեք չենք կարողանում հիշողությունից հանել։ Ու մեր սրտում խորը հետք թողած մարդու մասին հիշողությունը չլավացող վերք է դառնում, որը զգացնել է տալիս իր մասին երկար տարիներ։ Եվ այդ վերքի բուժման համար միայն մեկ դեղ կա՝ գտնել նրան, ում կորցրել ենք, վերականգնել կապը, որն օդի ու ջրի նման անհրաժեշտ է։ Միայն այդպես կամոքվի ցավը։ Սպասելիս նախագծի յուրաքանչյուր որոնման հայտ հենց ամոքման մասին է։
Մարդիկ որոնում են ոչ թե հետաքրքրասիրությունից կամ ձանձրույթից դրդված, մարդիկ որոնում են ազատվելու համար տանջող ցավից, կորցրածը հետ բերելու ու հոգու հանգստությունը վերականգնելու համար։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ լսում ենք մեր նախագծին դիմաց հայտատուի պատմությունը, պետք է չմոռանանք, որ լսում ենք ինչ-որ մեկի հոգու ամենանվիրական մտքերն ու երազանքները։ Այն, ինչ մարդը գուցե տարիներով պահել է իր սրտի խորքում։ Իսկ այն ամենն ինչ կարևոր է մեզ դիմաց մարդկանց համար, կարևոր է նաև մեզ համար։ Եկեք միասին լսենք մեր հերթական հայտատուի պատմությունը։ Ես եւ եղբայրս միշտ ենք նկարում այն տունը, որտեղ մենք ապրում էինք ժամանակին մեր ծնողների հետ միասին, երազելով, որ մի օր այդ պատկերը, որը մենք փոխանցում էինք թղթին, անպայման իրականություն կդառնա։ Գուլինյանների տան պատուհանները կոտրված էին։ Ձմռանը վառարան չկար։ Երբեմն նույնիսկ հագուստ ու սնունդ չունեին, բայց իրենց երջանիկ էին համարում։ Ընտանիքում բացականներ չկային, բոլորը միասին էին։ Կայանեի եւ եղբոր Գևորգի հայրական տունն իջևանում էր։ Հայրիկն աշխատում էր, մայրիկը զբաղվում էր երեխաների խնամքով ու տնային գործերով։ Երեխաներն անդադար խաղում էին, տանը, բակում, սպոսնում էին այգում, երեկոյան հեքիաթ էին լսում ու միմյանց ծիծաղեցնելով մոռացության տալիս սովի զգացումը, որ կարողանան քնել։ 2003 թվականին ամեն ինչ փոխվեց։ Երեխաները մայրիկի հետ տնից հեռացան, տեղափոխվեցին տատիկի մոտ։ Ավելի ուշ պարզվեց, որ ծնողներն ամուսնալուծվել են։ Այսպես էինք նկարում մեր տունը, ինչպես պահպանվել էր մեր հիշողություններում։ Ես, եղբայրս, մայրիկս, հայրիկս, մերձակա այգին, արևոտ եղանակը, ամպերը։ Առավոտյան արթնանում էինք, երբ որ տանը ուտելիք է լինում, նախաճաշում էինք, հետո իջնում էինք այգի, մայրիկս մեզ հաճախ էր տանում զբոսանքի։ Իմ եւ եղբորս հարաբերությունները բավականին մտերմիկ էին, շատ լավ էին։ Եղբայրս միշտ ինձ խնդրում էր տանել իրեն հայրիկի մոտ։ Մայրիկս միշտ դրական պատմություններ էր պատմում հայրիկիս մասին, ասում էր, որ նա ձեզ շատ էր սիրում, շատ էր հոգ տանում ձեր մասին, թե խնամքի առումով, թե որպես ընկեր, թե որպես հայր։ Միշտ ասում էր, որ խնդիրը չի եղել հայրիկի մեջ, ձեր հայրը շատ լավ մարդ է եղել։ Հայրիկը մի ուրիշ աշխարհ էր մեզ համար, միշտ իր հետ էինք խաղում, իր հետ շատ կապված էինք։ Երբ ծնողներն ամուսնալուծվեցին, Կայանեն 3 տարեկան էր, Գևորգը 2։ Նրանք մայրիկի Ալայի հետ բնակություն հաստատեցին Դիլիջան քաղաքում։ Քանի որ երեխաները շատ փոքր էին, Ալան աշխատել չէր կարող։ Ֆինանսական խնդիրները ստիպեցին ծանր որոշում կայացնել։ Երեխաներին ժամանակավորապես հանձնել Վանաձորի մանկատուն։ Եղբայրս բավականին զսպված էր, խելացի էր, նա ինձնից թեկուզ 1 տարի փոքր էր, բայց նա իմ կարծիքով ավելի լուրջ էր մոտենում այն խնդրին, որով որ մենք ունեինք եւ ավելի շատ էր գիտակցում։ Ես պատասխանում էի նրան, որ մի օր այդ գեղեցիկ օրը կգա եւ մենք կրկին կվերադառնանք մեր տուն, մեր բնակավայր, կխաղանք նորից այն խաղերը, որոնք որ խաղում ենք մեր հայրիկի, մեր մայրիկի հետ միասին։ Նա նույնիսկ օրերով հաց չէր ուտում կարոտից։ Եվ ես ստիպված էի նրա խաղերի միջոցով կերակրել, որպեսզի չնի արեր կամ իր մեջ ուժ գտնել, պայքարելու, սպասելու, համոզում էի, որ մի օր մեր ծնողները միասին կլինեն եւ առաջվա նման երջանիկ կապրենք բոլորս միասին։ Բայց ճակատագիրը մեզ էլ ավելի բաժանեց։ Եղբայրս շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, ընդհանրապես գնդակների հետ կապված յուրաքանչյուր խաղ,
Նա սիրով խաղում էր, ինչպես եւ իմ աղջիկը բավականին շատ է սիրում այդ առումով շատ նման է իր քեռին։ Նա սիրում էր այսպես կափարիչներով խաղալ, ինչպես եւ իմ աղջիկը այդ առումով կրկին նման է իր քեռին։ Նա բոլոր խաղալիքները կթողնի եւ միայն կափարիչներով կխաղա։ Մայրիկը պարբերաբար այցելում էր նրանց, ժպտում էր ու ասում քիչ մնաց, շուտով տուն կգնանք։ Բայց 2008 թվականին Ալան ծանր հիվանդացավ, տեղափոխվեց հիվանդանոց։ Այդ ընթացքում մանկատուն հաճախ բարերարներ էին այցելում։ Նրանց շարքում ամուսիններ կային, որոնք Ալայի թույլտվությամբ խնամում էին Գևորգին, երեխայի համար նվերներ գնում։ Նրան տանում էին զբոսանքի, հետո մանկատուն վերադարձնում։ Ալայից ստորագրություն ստանալու համար մանկատան աշխատակիցն ամեն անգամ գնում էր հիվանդանոց։ Մի օր էլ նա իր հետ տարավ երեխայից հրաժարվելու փաստաթուղթը։ Նա Ալային ոչինչ չասաց ու չբացատրեց։ Վերջինս էլ սովորության համաձայն ստորագրեց փաստաթուղթը։ Ալան օրեր անց իմացավ, որ տղային որդեգրել են։ Հիշում եմ վերջին դրվագը, երբ նրանք անձրևոտ եղանակին նստեցրին մեքենան եւ տարան ու այլևս հետ չվերադարձան։ Հետո երբ մայրիկս եկավ մեզ տեսնելու, տեսավ, որ եղբայրս չկա, միայն ես եմ։ Դիմեց աշխատակիցներին, չստացավ իր հարցի պատասխանը, տնօրենությանը չստացավ իր հարցի պատասխանը, ասացին, որ դու ստորագրել ես հրաժարականի թուղթ, այդ թղթով դու հրաժարվել ես քո երեխայից, գնացել է դրանից հետո մարզպետարան, էլի մի քանի այդպես վայրեր, այլևս ոչինչ չեն կարողացել անել, որովհետև ասել են, որ արդեն դու ստորագրել ես եւ մենք ոչինչ չեն կարող փոխել։ Գևորգին որդեգրող մարդկանց գտնել այդպես էլ չհաջողվեց։ Երկար հարցուփորձից հետո Ալային մանկատանն ասացին, որ նրանք երեխայի հետ երկրից հեռացել են։ Գուցե դա ասվեց Ալային որդու հետքից շեղելու համար։ Գուցե եւ ոչ։ Նա ինձ անվանում էր Յայա, քանի որ Գայանե անունը չէր կարողանում արտասանել, այդպես ես իր Յայան էի։ Ես կարողանում էի բարձ խոսել, Գևորգ էի ասում իրեն, բայց հետո որ բացատրեցին, տանը խոսում էին արդեն ոնց գտնենք, ինչ անենք, իր անունը արդեն փոխված կլինի, ազգանունը արդեն փոխված կլինի, ես գիտակցաբար, որ իր անունը փոխել էին, ուղղակի մինչև օրս ասում եմ իրեն ապերը։ Պատկերացնում եմ նրան բավականին բարձրահասակ, քանի որ նա իր ֆիզիոլոգիական կառուցվածքով նման է եղել իմ պապին, մայրիկիս հորը, ինձ մոտ տպավորվել են իր կանաչ աչքերը, շիկահեր մազերը, բավականին փոխված եւ գեղեցկադեմ տղամարդ կլինի արդեն 22 տարեկանում։ Այս երկար տարիների ընթացքում չի եղել այնպիսի մի օր, որ ես չհիշեմ քեզ ու չխնդրեմ ասում քո իմ կյանք վերադառնալու մասին։ Խնդրում եմ, եթե կտեսնես այս տեսանյութը, անպայման արձագանքիր։ Նման պատմություն լսելուց հետո մարդու մոտ միայն մի ցանկություն կարող է առաջանալ՝ օգնել։ Անկամ եթե չունեք օգնելու հնարավորություն, անկամ եթե պարզապես չգիտեք ինչպես օգնել, միայն ձեր անկեղծ ցանկությունն արդեն օգնություն է։ Երբ լսում ենք աջակցելու պատրաստ մարդկանց արձագանքը, հասկանում ենք, որ մեր ջանքերն իզուր չեն։ Կրկին համոզվում ենք, որ մեր նախագիծը միավորում է մարդկանց ամենատարբեր իրավիճակներում, ու դրա գիտակցումը ստիպում է շարունակել աշխատել ու ամեն օր հասնել արդյունքի։ Այս որոնումները հեշտերից չէին, բայց հիմա կարող ենք հանգիստ խղճով ու պարզ ճակատով ասել. արդեն արդյունք ունենք։ Որոնումներն ավարտված են, եւ հիմա կարող ենք տեսնել այն պահը, որին բոլորս սպասել ենք։ Գայանե Գևորգյանի եղբոր Գևորգ Գուլինյանի որոնման հայտը «Սպասիր ինձ» հաղորդաշարի եթերում ներկայացվեց 2025 թվականին։ Գայանեի մասնակցությամբ տեսանյութը տարածվեց եւ մեծ արձագանք ստացավ սոցիալական հարթակներում։ Մարդիկ ապրումակցեցին, միավորվեցին եւ փորձեցին օգնել։ Մեր խմբագրությունը ստանում էր արձագանքներ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Խնդրում եմ, եթե կտեսնես այս տեսանյութը, անպայման արձագանքիր։
2003 թվականին Իջևան քաղաքում ծնված եւ 3 տարեկանում որդեգրման հանձնված տղաները 5-ն էին։ Նրանցից մեկի անունը Գևորգ էր։ Անձնական պատմությունն էլ շատ նման էր Գայանեի ներկայացրած պատմությանը։ Բարեկամական կապը հաստատելու կամ հերքելու համար որոշեցինք DNT-ի փորձաքննություն անցկացնել, բայց գործը լաբորատորիա չհասավ։ Գայանեի իրական եղբայրը Գևորգ Գուլինյանը գտնվեց Իտալիայում։ Նա սոցիալական ցանցերից մեկի միջոցով կապ է հաստատել Գայանեի հետ։ Տղան այժմ կրում է Բազա ազգանունը, հայերեն չի խոսում, որովհետև 3 տարեկանից ապրում է Իտալիայում, բայց ծնողներին ու հարազատ քրոջը շատ լավ է հիշում։ Մանրամասներն իմանալու համար կրկին հանդիպեցինք Գայանեին։ Եղբայրս անմիջապես ինձ ճանաչեց, քանի որ ես նամակի մեջ գրել էի, որ ես քո քույրն եմ, Գայանեն, իմ նամակին պատասխանել էր իմ փոքրիկ քույրիկ, ինչպես կարող էի քեզ մոռանալ։ Ես անգամ հիշում եմ քո անունը, տարիներ շարունակ ես փորձել եմ փնտրել քեզ, բայց ինձ մոտ չի ստացվել։ Ես ամենից շատ ու բոլորից շատ հենց քեզ եմ հիշում։ Այդ պահին երկար տարիների կուտակված ցավը, հուզմունքը, կարոտը եւ այդ պահի ուրախությունը, երջանկությունը ամբողջը խառնվել էր իրար։ Նա հիմնականում հիշում էր տխուր պատմություններ, ես էլ փորձում էի իմ հերթին նրան հիշեցնել ուրախ պատմությունները, բայց հիշում եմ, որ ասաց քույրիկ, այդպես պատկերավոր խնդրում եմ մի ներկայացրու ինձ, քանի որ ես շատ པարզ հիշում եմ, թե ինչ դառը պատմության միջով ենք մենք անցել։ Եղբորս որդեգրել էր մի բարի իտալացի զույգ։ Նրանք միասին Հայաստանից մեկնել են Իտալիա եւ շարունակել իրենց համատեղ կյանքը հենց այնտեղ։ Նա Իտալիայի քաղաքացի է, խոսում է իտալերեն, այնտեղ դպրոց է հաճախել, այժմ աշխատում է, ունի ընկերներ։ Նա շատ սիրում է զբաղվել ձկնորսությամբ, հետաքրքրված է բոլոր տեսակ ձկներով, միշտ կարդում է նրանց մասին, ուսումնասիրում է։ Ես գրել էի նրան եւ խնդրել էր ընկերոջը լուսանկարել իրեն եւ անմիջապես ուղարկել է ինձ նկարը։ Խնդրեցի նրան ուղարկել իր մանկության լուսանկարները եւ շատ ուրախացա, քանի որ այդ լուսանկարներում նա միշտ ժպտում էր։ Ինձ համար դա կարևոր էր, քանի որ մանկատան պատերի ներսում նա միշտ տխուր էր կամ լուսանկարներում արտասվում էր։ Ես հիմա ինձ զգում եմ ամբողջական մարդ, քանի որ ինձ հետ չէր իմ իմաստնիկը, իմ սրտի մի մասը, ինչպես կարող եմ նկարագրել այլ կերպ։ Ինձ համարում եմ ամենաերջանիկը ու ցանկանում եմ, որ նման զգացողություններ մարդիկ շատ ունենան, չէ՞ որ այս դարում մարդկանց շատ է պետք լինել սիրված, սիրել։ Մեր կապը ամեն օր է, ամեն ժամ, մինչև արդեն մեր հանդիպումը արդեն կլինի իրական կյանքում։ Առաջին բանը, որ կանեմ, բնականաբար կգրկեմ եւ երկար ժամանակ բաց չեմ թողնի։ Մի ամբողջ կյանք ինձ բավական չի լինի նրանից առնել իմ կարոտը։ Որոնման անհույս հայտեր չկան։ Գայանեն ու Գևորգը ծրագրում են հանդիպել, հավատում են մարդկանց միասնության ուժին եւ խոստանում են միմյանց այլևս չկորցնել։ Բարև եղբայրս։ Ողջույն Գայանե։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, իսկ դու։ Հիանալի։ Ահա եւ Սարան։ Տես, խաղում է։ Բարև Սարա։ Ինչպիսի եղանակ է Իտալիայում։ Անձրևոտ է թե արևոտ։ Անձրև է տեղում։ Շնորհակալ եմ զանգի համար։ Հրաշալի օր եմ մաղթում։ Սիրում եմ քեզ։ Մինչ հանդիպում։ Ես քեզ ավելի շատ եմ սիրում։ Մեզ կրկին հաջողվեց։ Եվս երկուսը գտան իրար ու երջանիկ են։ Դե մենք էլ երջանիկ ենք, որ այս կարևոր գործի մի մասը դարձանք։ Առաքելությունը կատարված է ու հիմա մենք պատրաստ ենք անցնել հաջորդ որոնումներին։ Իսկ եթե ուզում եք, որ հաջորդ որոնման պատմությունը, որը կհնչի մեր եթերում լինի ձերը, ապա շտապեք դիմել «Սպասիր ինձ» հաղորդաշարին։ Այսքանով հրաժեշտ ենք տալիս։ Ձեզ հետ Ռուբեն Մուրադյանն ու Աննա Ավանեսյանն էին։
Մինչ հանդիպում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։